ծայրահեղ բնագավառներ եք ընտրել, որպես մասնագիտություն, երաժշտությունը եւ իրավաբանությունը։ Ձեզ համար որևիցե ընդհանուր կապ ունեն այս երկու մասնագիտությունները կամ բնագավառները։ Կապ ունեն այնքանով, որ արվեստը ինձ համար ապրելակերպ է, տվյալ դեպքում երաժշտությունը, իսկ իրավաբանությունը միջոց է մարդկանց օգտակար լինելու մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Պոտենցիալին համապատասխան հնարավորություններ տրված են ձեր գիտելիքներն ու կարողությունները դրսևորելու համար մեր երկրում։ Եթե անկեղծ ասեմ, կարծում եմ, որ ոչ լիարժեք, բայց ամեն դեպքում ես իմ էությամբ մշտապես առաջ դեպի առաջ նայող եւ դեպի առաջ քայլող անհատականություն եմ եւ ինչքան էլ որ լինեն խոչընդոտներ կամ լինեն պահեր, որ ես հասկանամ, որ այս կամ այն ոլորտում ինձ լիարժեք հնարավորություն չի տրված դրսևորվելու, ամեն դեպքում փորձում եմ մշտապես փորձում եմ առաջ նայել եւ այն բացերը, որոնք նկատում եմ ծածկել իմ աշխատասիրությամբ եւ առաջ գնալու մղումով, այսինքն ես ինքս եմ փորձում այդ ինքնադրսևորման հնարավորությունը ավելի լայն ընձեռել ինձ, կարծում եմ ժամանակի ընթացքում ավելի լավ դրսևորվեմ, ավելի լավ կկարողանամ կիրառել իմ պոտենցիալը եւ արվեստի բնագավառում, շոու բիզնեսի եւ հասարակական քաղաքական ոլորտում։ Եթե մենք նայենք տոկոսային հարաբերակցությամբ մոտ 170,000 պաշտպանություն ունեցող մարդիկ կան Հայաստանի Հանրապետությունում, բայց նրանցից շատ քչերն են երևի տասնյակներով կարելի է հաշվել նրանց թիվը, թե ովքեր են իսկապես լիարժեք կյանքով ապրում, այդ աշխատում, սովորում կամ եթե ավելի գլոբալ վերցնենք զբաղվում քաղաքական հասարակական կյանքով։ Կարծում եմ ժամանակի խնդիր է, ինչ առումով, որ եթե մենք նայում ենք անկախության տարիների սկզբնատարիներին, այսինքն սկսած 91 թվականից, տեսնում ենք, որ մինչ այժմ բավական առաջընթաց կա, այն ժամանակ երբևէ չեմ կարծում, որ որևէ մեկի մտքով կանցներ, որ հասարակական կազմակերպությունները կկարողանան կառավարության հետ մեկտեղ գործընկերային հարաբերություններ ունենալ եւ հարցեր կարգավորել ոլորտի վերաբերյալ կամ հենց իմ օրինակը ով կմտածեր մի քանի տարի առաջ ընդհանրապես որ հնարավոր է տեսողության խնդիր ունենալով հանդերձ աշխատել հանրապետության նախագահի աշխատակազմում եւ լինել նույն թիմում նախագահի թիմում կարծում եմ որ ժամանակի ընթացքում եւ հասարակությունը եւ ընդհանուր բարքերը, այսպես ասենք, կփոխվեն այն իմաստով, որ հասարակությունը աշխատանություն ունեցող անձին, այս կամ այն ֆիզիկական թերություն ունեցող անձին կընդունի այնպես, ինչպես իր յուրաքանչյուր անդամին։ Շնորհիվ իմ ձեռք բերած կրթության եւ աշխատասիրության կարողացել եմ լավ մասնագետի համբավ, այսպես ասենք, ձեռք բերել եւ արժանանալ նախագահի բարեհաճ վերաբերմունքին եւ նախագահի հրավերով աշխատում եմ փաստորեն այժմ նախագահի աշխատակազմում։ Հենց առաջ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որպես փորձագետ, խորհրդական, պատգամավորի օգնական տարբեր պաշտոններում, այժմ նախագահականում եմ։ Գիտեմ, որ համագործակցություններ ունեք նաև տեղական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ, ում հետ եք համագործակցել եւ այսօր ում հետ եք համագործակցում։ Եթե նկատի ունենանք երգեր գրելու թե ում համար եմ գրել, քանի որ
հակառակ դեպքում շատ մարդիկ կան, որոնց հետ համագործակցել եմ, կարող եմ ուղղակի նշել այն երգչուհիներին, որոնց հետ աշխատել եմ մինչ այժմ և շարունակում եմ աշխատել, դրանք Քրիստինե Պեպելյանն է, որը երգում է իմ անավարտ թրիչք երգը, և Նունե Եսայանն է, որը երգում է առանց խոսքերի soul երգը։ 5 բանանի համակարգում ինչպես կգնահատեք մեր այսօրվա շոու բիզնեսը։ Ցավոք սրտի չեմ կարող գերազանց գնահատել, ոչ էլ միջին, հավանաբար բավարար, այսինքն 3, որովհետև նախ շոու բիզնեսում կայանալու համար երգչին կամ համապատասխան մարդուն, ով սուբյեկտին, ով ցանկանում է կայանալ շոու բիզնեսում, նրա համար անհրաժեշտ է մեծ շուկա։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի չունի մեծ շուկա և մենք ստիպված ենք բավարարվել մեր եղածով և մի քիչ էլ Սփյուռքի շրջանակներում կարող ենք դրսևորվել, բայց կարծում եմ կախված է նաև ներդրված անձանցից, այսինքն շոու բիզնեսի ներկայացուցիչ լինելու համար չպետք է ուղղակի խառնել շոու բիզնեսը, ուղղակի տանը երգել և ձայնագրել, կարծել, որ դա հրաշալի է ստացվում իր մոտ և այդպես շարունակել շոու բիզնեսով զբաղվել, կարծում եմ պետք է լինեն լավ մարդը առաջին հերթին ինքը իր առաջ պիտի դնի լուրջ չափորոշիչներ, որ կարողանա մուտք գործել շոու բիզնես, հակառակ դեպքում նրանք ինչպես ասում են, թիթեռը կյանք ունեցող երգիչ-երգչուհիներ են, որոնք այսօր կան, վաղը չկան, բայց փաստորեն մենք ունենք կադրեր, որոնք իսկապես արժանի են, տաղանդավոր են և վոկալային տվյալներ ունեն, կարծում եմ, որ ամեն դեպքում բավարար կարելի է գնահատել և լավատեսորեն նայել, լավատեսական հայացքով նայել, ուստի ես ամենայն դեպս ես ինքս աշխատում եմ նրանց հետ, ում համարում եմ իսկապես տաղանդավոր, հակառակ դեպքում շատ կլիներ այն մարդկանց ցանկը, որոնց հետ ես կարող էի թվել, որոնց անունները։ Այն հետաքրքրեց, թե ձեր համագործակցությունը ինչպես է տեղի ունենում, ինքներդ եք առաջարկում երաժշտությունը, թե ձեզ պատվիրում են, ինչպես է դա կայանում։ Նայած, այնպես չի, որ ես պարտադիր պիտի ես ինքս առաջարկեմ, այնպես էլ չի, որ իրենք պիտի հրավիրեն, առաջարկեն աշխատել։ Ինձ մոտ ամեն դեպքում երկու դեպքներ կա, և ես եմ առաջարկել, և ինձ են առաջարկել, այժմ հենց հիմա պատրաստ եմ մի երգ Լիլիթ Հովհաննիսյանի համար, շուտով երևի թե կձայնագրենք, Նունե Եսայանի հետ ևս մի երգ։ Իսկ ինչն է ձեզ ոգեշնչում երաժշտություն գրելիս։ Ես կարծում եմ, որ արվեստում մի հիմնարար երևույթ կա, որը դրդում է մարդուն ստեղծագործել, դա սերն է, սերը մարդու նկատմամբ, սերը բնության նկատմամբ, սերն ամեն ինչի նկատմամբ։ Ուստի միանշանակ դա սերն է, որը ինձ դրդում է և նպաստում է, որ ես կարողանամ ստեղծագործել և փառք Աստծո, որ ես ունեմ այդ կարողությունը ի վերջ դրված։ Իսկ ովքեր են այն մարդիկ, որոնց երաժշտությունը դուք եք նախապատվության տալիս կամ սիրում, թե մեր հայ կոմպոզիտորներից, թե արտասահմանյան։ Արտասահմանյան ստեղծագործողներից իհարկե դասական ստեղծագործողներին բարձր եմ գնահատում և ինքս էլ դասական ստեղծագործություններ ունեմ, բայց եթե մենք խոսում ենք շոու բիզնեսի մասին, շոու բիզնեսում ինձ համար կան մի շարք արվեստագետներ, որոնց շատ բարձր եմ գնահատում, դա էր Whitney Houston-ը, Mariah Carey, Beyoncé-ն, իսկ հայ արվեստագետներից իհարկե շատերը կան, որոնց
բարձր եմ գնահատում։ Սկսած Սարամ Խաչատրյանից, Արնո Բաբաջանյանից, իսկ այժմյան ներկայումս շոու բիզնեսի ներկայացուցիչներ, դե Քրիստինային եմ շատ սիրում, Նոնեին, Լիլիթին, եւ այսինքն ում որ սիրում եմ, համենայն դեպս աշխատում եմ նրանց հետ։ Հիմա թերևս պետք է խնդրենք ձեզ, որպեսզի մեզ հետ կիսվեք ձեր ամենասիրելի երաժշտությամբ, եթե այդպեսին կա ու առանձնացնում եք ձեր աշխատանքները, մի փոքր հատված մեզ նվիրեք, եթե հնարավոր է։ Սիրով,